Բարև ձեզ ժողովուրդ ջան, ուրեմն այսօր պատրաստում ենք խինկալու խմոր։ Սկզբից մինչև վերջ ցույց եմ տալի նայեք, ուրեմն մենք 4 կիլոյով ենք բռնել, 4 կիլո ալուրա։ Ուրեմն 1 կիլոյի ռաշոտով ես ձեզ ասում եմ, նայեք, 1 կիլոյին տալիս է 35 գրամ, 4 կիլոյին տվել ենք 140 գրամ աղ։ Մանր աղ անպայման, ավելացնում ենք սառը ջուր, կիլոյին ուրեմն ավելացնում ենք 330 գրամ։ Դա կիլոյին ենք ավելացնում։ Մենք ավելացրեցինք ջուրը, սառը ջուր անպայման։ Նայեք, կարակ ավելացնեք ձու, կարակ չավելացնեք ձու։ Պարտադիր չի։ Հեսա կոմենտարիաներում գրում եք իսկականը չի գնում ձու, գնում ա մենք գցում ենք ձու։ Ու ձվով շատ լավ է ստացվում։ 4 հատ ձու գցեցինք 4 կիլոյին։ Իսկ տան պայմաններում նայեք ոնց եք անում։ Այս վсё արդեն պատրաստ է, մնում է հունց է։ Տան պայմաններում ուղղակի նույն խմորը բռնեք, 70-ից 80 գրամ ջուրը ավել արեք ամեն կիլոյին, որ կարողանաք ձեռով անեք այդ ամեն ինչը։ Մենք ստանոկով ենք մշակելու։ Վсё, մեր խմորը պատրաստ է, մնում է հունցենք ձեռքով մի թեթև ու անցնենք ստանոկով մշակելու։ Անցանք։ Տունը պատրաստեք, ձեր մոտ լավ կստացվի, նույն ռեցեպտով արեք, ուղղակի ջուրը 70 գրամ կիլոյին ավելացրեք։